2021 նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը եկավ այստեղ Եռաբլուրի զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեց, այսպես տխուր շիրիմների առաջ, ծնկեց որոշ շիրիմների առաջ, մեղանչական խոսքեր եւ այլն։ Դրանից հետո մենք չտեսանք իրեն նոյեմբերի 9-ին Եռաբլուրում, ավելին դրանից հետո ինքը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին այլևս վերադարձ չենք ուզում, գնում ենք խաղաղության ճանապարհով։ Դուք նախ ինչ կարծիք ունեք Փաշինյանի այս նոր բռնած գծի հետ կապված եւ ոչ լեգիտիմ իշխանությունների որևէ բանը, ոչ իմաստ կա մեկնաբանելու, ոչ քննարկել։ Իսկ ի սկզբանե ոչ լեգիտիմ եք համարում։ Ես մի բան գիտեմ։ Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստում է տալիս գալիս է իշխանության եւ չի կատարում, այլևս ոչ լեգիտիմ է։ Լեգալության խնդիրը դնում է մի կողմ։ Ինչ ոչ լեգիտիմ իշխանություններին չքննարկել։ Ինչ է մեկնաբանել։ Պարոն Պողոսյան, իրենք ասում են, որ մեզ ընտրել է 600,000-ից ավելի քաղաքացի։ Ընդամենը 1.24-ն է, 1.24-ն է ժողովուրդը, 2/3-ը։ Ուրեմն ասեմ, երբ որ 600 է ասում, ինքներդ հարց չեք տալիս, այդ 600-ը 2 միլիոնից քանի տոկոսն է, եւ ժողովուրդ ասած, որ ասում են, դա ովքեր են։ Ովքեր են։ Չգիտեմ, թող թիվ ասեն 100,000-ն է, 200,000-ն է, 1 միլիոնն է, 3 միլիոնն է, աշխարհով մեկ սփռված 10 միլիոնն է։ Մանիպուլյացիաներին ենթարկվելու իմաստ կա։ Փաստն է, չէ՞։ Ինչ ենք նոյեմբերի 9-ին հայերով գալիս Եռաբլուր, այլ ոչ թե միշտ ոնց մայիսի 9-ին էին գալիս օրինակ, կամ սեպտեմբերի 2-ին։ Մեր օրակարգը ինչ է փոխվել։ Դա չի արդյունքը։ Մենք արդյունքով գնահատենք։ Արցախի էջը փակել են, պարոն Պողոսյան։ Ով։ Իրենք բոլոր պատգամավորները ասում են մեր համար Արցախի էջը փակված է։ Ես մեկ անգամ չեմ կրկնել դրա մասին։ Միջև կա որևէ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակ չի։ Նույնիսկ Բաքվի բանտերում մարդիկ կան, որ ասում են Արցախի հարցը փակ։ Այ դա տարածեք։ Այ դա ասեք։ Այո։ Ռուբեն Վարդանյանին կլինի, ինչի վստահ եք, որ մնացած ովքեր որ գերի են գտնվում այնտեղ այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, միջև աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ ոգում կա Արցախի հարցը։